Բոլորս հիշում ենք այն խոստումները, որ գործող իշխանությունը տվեց 8 տարի առաջ եւ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունը նրանք անվանեցին սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն։ Արդյունքում այսօր մենք տեսնում ենք հասարակության շրջանում խոր աղատելություն միմյանց նկատմամբ եւ հանդուրժողականության բացակայություն։ Շատ կարեւոր է, որպեսզի առաջիկա ընտրություններում մենք առաջնորդվենք այն սկզբունքներով, որոնք որ մենք պահպանում ենք մեր սեփական շրջապատը ձևավորելիս։ Այնտեղ տեղ չպիտի ունենան մարդիկ, ովքեր որ չեն կարողանում պահպանել իրենց խոստումները։ Այնտեղ տեղ չպիտի ունենան մարդիկ, ովքեր որ մշտապես փորձում են հաճոյանալ մեր հակառակորդներին, մեր սեփական շահի հաշվին։ Այսօր իշխանությունը իր լոզունգ դարձրել է խաղաղությունը։ Խաղաղություն, որը որ 3 անգամ խախտվեց նրանց իշխանության օրոք։ Նրանք չկարողացան կանխել պատերազմը եւ ագրեսիան Հայաստանի եւ հայերի դեմ։ Հետևաբար նրանց խոստումները այլևս արժանահավատ չեն կարող լինել։ Մեզ անհրաժեշտ է ուժեղ Հայաստան, որտեղ որ իշխանությունը պահում է իր խոստումը, որտեղ որ հասարակությունը համերաշխ է եւ անվտանգ։ Հունիսի 7-ին գնալով ընտրատեղամաս, ընտրեք քվեաթերթիկ համար 3 եւ դուք կունենաք ուժեղ Հայաստան եւ մենք կլինենք ապահով եւ անվտանգ։